Ինչպես եւ խոստացել էինք սիրելի հեռուստադիտողներ, անդրադառնանք թեմային մարտի 15-ին ժամը 16-ին Զանգակ գրատանը տեղի կունենա Ջեսահի սպանություն դրախտում վեպի շնորհանդեսը պատմություն բարու եւ չարի բախման, վախի եւ հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին։ Իհարկե ասում եմ վաղուց ի վեր մեր բոլորիս իրականության մեջ քննարկվող թեմա, տեսնենք թե մեր հյուրը ինչ գույներով եւ ինչ տեսանկյունից է տեսնում այս խնդիրները։ Հայ ժամանակակից գրող Գևորգ Սահակյանն է մեր հյուրը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ եթերի հնարավորության համար, այո, լավ եմ, դուք ինչպես եք։ Անդրադառնանք, շնորհավորում ենք իհարկե։ Շնորհակալ եմ։ Եվ հասկանանք, թե դուք ինչպես եք տեսնում բարու եւ չարի բախումը, կամ լուծում տեսնում եք թե ոչ, առհասարակ առաջարկում եք լուծում թե ոչ, թե տալիս եք հնարավորություն մտածելու։ Երևի ձեր երկրորդ ասածը ավելի շատ ճիշտ հարցադրումներ անելու հնարավորություն է տալի, պատասխանները ընթացքում կգտնվեն։ Ինչին եք անդրադարձել։ Վեպի սյուժեն փոքր-ինչ պատմեմ, դրախտում սպանություններ են լինում, իդեպ առեղծվածը հենց այստեղից էլ սկսվում է, որովհետև քանի որ այնտեղ հոգիներ են բնակվում, հոգիները մեռնել չունեն, այնուամենայնիվ դրախտում հանցագործություններ են տեղի ունենում ու հրեշտակապետները անելանելի դրության մեջ են հայտնվում, քանի որ նրանք կատարյալ էակներ են, չեն կարողանում գործերը բացահայտել, քանի որ քիչ կլիշե դարձած արտահայտությունը, ասում են հանցագործին գտնելու համար պետք է մի քիչ հանցագործի պես մտածես, ու իրանք այդ ձերբազատված լինելով մարդկային տկարություններից չեն կարողանում հետքը գտնել, ստիպված գնում են դժոխք ու այնտեղից հայ քննիչի են օգնության կանչում։ Հայ քննիչի, այո։ Ինչու հայ? Դե հայերին եմ լավ ճանաչում դրա համար։ Գնում են բացահայտում է։ Դե չի ասի կամ պատահաբար մարդիկ են մտել դրախտ, որ լինեին դժոխքում։ Դուք մոտ եք, բայց ամբողջ պատասխանը հիմա չեմ ուզի էլի տալ։ Պարզվեց էլի հայեր են, առանց հերթ անցնողներն են երևի եղել, որ դրախտին հերթ չեն կանգնել, ձևը գտել են ինչպես ներխուժել։ Ճիշտ եք ասում, հա, բայց նման բաներ կան, հա։ Դե մոտավորապես մեր տեսակն է հիմա։ Գնում են հետո այդ հայերի հորից գտնում են այնտեղով ուզում է բարձրանա ոտից քաշում են էլի։ Սովորաբար այդ հայերի հորից գտնում են։ Եթե այս գիրքը թարգմանվեր տարբեր լեզուներով, այլ մտածող, այլ պատկերացում ունեցող մարդը, որը հային չի ճանաչում կամ Հայաստան առհասարակ չգիտի, ինքը կկարողանա վեպի իմաստը հասկանալ առանց ճանաչելու հային ու իր առանձնահատկությունները։ Այո, միանշանակ միշտ փորձել եմ գրելուց այնպես գրել, որ ազգություն այնտեղ չերևա։ Առաջին վեպը հիշեցի, որտեղ հայ հեղինակ էր հայտնվում էր Լոնդոնում, բայց ոչինչ հայերի կամ Հայաստանի մասին չէր հիշեցնում, ուղղակի ընթերցողը այս փոքր ազգի ներկայացուցիչ էր տեսնում, որն այս պարագայում դե հայ իրեն էր տեսնում, մյուսները իրենց կտեսնեն։ Նույնը այստեղ է, Մելսիսայան է քննիչի հանուն ազգանունը, ու այո, Հայաստանը չճանաչող մարդը կարող է լավել հենց կերպարներին ընկալել, հասկանալ։ Դուք ձեզ ինչ ժանրի գրող եք համարում։ Մի քիչ բարդ հարց եք տալիս, ես չգիտեմ, դե հիմա ինչ գրում ես պոստմոդեռն է ստացվում կամ մետամոդեռնին է հարում։ Երևի այդ մեր ժամանակներից չենք կարողանում էլի հեռու գնալ, դե աբսուրդ կա, ոնց կարա չլինի։ Կաֆկայից հետո ինչ գրում ես, մի քիչ իրան է նման կամ ռուսերին է նման, այդ մարդիկ են, որ գրականության վրա մեծ ազդեցություն չի եղել։ Դե հա, մանավանդ աբսուրդի։ Կարող է ինչ-որ մեկ այլ գրողի է համարում, բայց աբսուրդի ժանրում Կաֆկային գերազանցող չի եղել։ Այսինքն երբ դու ուղղակի կարող ես շոկի ենթարկվել սցենարից, էլի։ Այո, ու հետաքրքիրն էլ իր դեպքում է, որ կարդում ես կարող է շատ դեպքերում քեզ համար այդքան տարօրինակ չթվա, բայց ինքը ամբողջությամբ աբսուրդ է, էլի, քո շուրջը կատարվողն է։ Դա հենց իսկապես աբսուրդ է, ձեր դեպքում չենք համարի ամբողջությամբ աբսուրդ, որովհետև ինքն ինչ ֆանտաստիկա կա ձեր։ Ինքերս էր ասում, ասում էր ֆանտաստիկ գործ ես գրել, ասում բայց նայածում համար մի հավատացյալ մարդու համար դժոխքն է ֆանտաստիկա թե դրախտը։ Ես մի քիչ կատակերգություն կհամարեի։ Դա էլ կա, այո։ Չնայած ասում ամեն ինչ մեջ գոնե մի քիչ հումոր պիտի լինի։ Փորձել եմ, ինչքան որ ստացվել է։ Այդ ուղղությունը ո՞նց է ձևավորվում։ Առհասարակ ուղղակի գալիս է միտքը եւ գրում եք, հետո ինչ ստացվի, թե գոնե թե ինչ որ ուղղորդող գիծ եք ձեր համար որոշում, որի շուրջ պիտի ձևավորվեն այն իրադարձությունները, որոնք պիտի հորինեք։ Հապես ինձ ծանոթ գրողները երկու մոտեցում են ունեցել, կամ նախապես ամբողջը գծագրել են, իմացել են, թե որ գլխում ինչից են խոսելու, կամ ուղղակի sense գրիչը տվել են թղթին, ինչ ստացվել է, զարգացրել են սյուժեն։ Ես երևի առաջին խմբին եմ պատկանում այս մասով, թե ինչի էս միտքը հղացավ, երևի 20 թվականից հետո ինչ գրում էիր, պատերազմի մասին էր լինում, անգամ եթե ուզենայիր
մի իրավիճակ նկարագրել, որտեղ երեխաները բակում խաղում են, այդ խաղը կռիվ-կռիվն է լինելու։ Այո։ Ու ուզեցի ստեղծել մի միջավայր, որը մեզնից հեռու է, դրախտն է, դժոխքն է, ու այնտեղ տանելով հայի կերպարներին, ինչ որտեղ նաև հերոսներին, իրենց համար դրսևորվելու նոր հնարավորություններ է տալիս ու նորովի են իրենք փորձում իրենց ներկայացնել ու գալով էլի սկզբի ասացին հարցադրումներ տալու եւ ինչ որտեղ նաև պատասխաններ գտնելու համար։ Ձեզ Արյանը պատերազմից հետո գունավոր ծաղիկներ էր նկարում։ Այդ երևի ամենաճիշտ լուծումն է։ Էդ էլ ընդվզելու ձև է։ Գևորգ, եթե մենք անդրադառնանք այն խոսույթին, որ կարդալիս դու միևնույնը մարդու տեսակը տեսնում ես իր ստեղծագործություններում։ Իրականում, եթե փորձենք ձեր տեսակը գտնել կամ բացահայտել, որովհետև ես որևէ գիծ չեմ կարդացել, որպեսզի հիմա կարողանամ վստահ խոսել։ Իրականում դուք ինչ թեմաների եք ուզում անդրադառնալ։ Կան կոնկրետ խնդիրներ մեր իրականության մեջ, հարցեր, տեսակին առնչվող որևէ դրսևորումներ, որոնց մասին դուք այնուամենայնիվ անկախ նրանից ինչ եք գրում, փորձում եք հուշել հային, չգիտեմ, որ առիթ ունենա վերանայելու, վերարժևորելու կամ գուցե արատներին, որ հայ ունի, որը կարող է երևալ ստեղծագործություններում։ Առհասարակ այդ առաքելությունը ձեր վրա ստանձնել եք։ Չեմ կարող ասել, որ առաքելություն եմ ստանձնել, ուղղակի գիտեք, մենք շատ դեպքերում հարցերի պատասխաններ փորձում ենք միշտ նույն տեղերում գտնել, երբ որ մի բան ես գալիս, առավել եւս չես գտնում, իմաստել չունի շարունակել այդ գործը անել։ Հիմա մեզնից հեռու մի միջավայրում կերպարներ ստեղծելու, այնտեղ իրենց դրսևորման հնարավորություն տալը, հենց այդ հնարավորությունն է քեզ տալիս, որ դու հարցերը փորձում ես այլտեղ գտնել։ Մի ֆանտաստիկ աշխարհում կլինի ուրիշ հերոսների հետ առնչվելու ընթացքում նոր մտքեր կգան քեզ եւ այլն, ու դու սկսում ես ամեն ինչին ուրիշ ձև նայել ու հնարավոր է ուրիշտեղ գտնենք ու փորձենք տարբեր հարցերի պատասխաններ միասին վերհանել։ Որքանով է ձեզ ճանաչում երիտասարդ սերունդը որպես ստեղծագործողի։ Գիտեք, չեմ կարող ասել, վաճառքից չեք կարող ենթադրել։ Վաճառքից կարող ես իհարկե ենթադրել, բայց կարող են եւ չկարդալ, բայց ճանաչել։ Ես ինքս ոչ մի սոցհարթակում չկայի մինչեւ վերջերս, ընկերներիս խորհրդով Instagram-ում գրանցվեցի, նոր մի 50 Երբևէ չեք եղել ոչ Facebook։ Երբեք չեմ, չէ, 19 թվականին կա, հետո ջնջվեցի, տենց ավելի հեշտ էր ու շատ հաճելի։ Ու տենց 6 տարի ոչ միտեղ չկայի, դրա համար չեմ կարող ասել, բայց վաճառքներից հա իհարկե կարող ես նաեւ վաճառքներից է ենթադրել։ Կա սիրելի հեղինակ ձեզ համար։ Հա, իհարկե Դաստոևսկին, Ֆոլկները։ Ինչու Դաստոևսկին։ Մինչև մարդու հոգու անդունդը խորացող է։ Հոգեբանության, փիլիսոփայության, այն բոլոր արատների մասին, որ խոսում էր ինքը ուներ, ինձ թվում է դրա համար շատ լավ պատկերացնում էր։ Դե ինքը իրական, ասում են, դժոխքում հայտնված մարդ է եղել, էլի։ Մանավանդ կախաղանից առաջ, որ գիտեր, հեսա արդեն գնում է այն աշխարհ, այդ ինչ մտքեր կգան, էլի քեզ։ Դե ապուշով ինքը այդ ամեն ինչը կետարկել լավ ներկայացնում է։ Այո։ Եվ որպես կանոն քննադատները սկսած էպիլեպսիկ ցնցումներից վերջացրած թե ինչ կարող է նկատել ու զգալ են մարդով գնում է դեպի մահ, սովորաբար ասում են այդ անհնար է կարողանալ նկարագրել, եթե դու դրա միջով չես անցել։ Հա, հենց ապրվածը պետք է նկարագրվի, իր դեպքում էլ ոնց որ փորձառու մահապարտ էր էլի կարելի ասել։ Ձեր դեպքում կա ապրված նկարագրություններ։ Իհարկե, իհարկե։ Հա, ուսանք հայտնվելիս դրախտում եք հայտնվել ոչ դժոխքում։ Սա թվով որ երրորդ գիրքն է։ Երրորդ։ Այն երկուսը էլի ֆանտաստիկայի են։ Չէ, ես էլի եմ ասում, սա էլ ֆանտաստիկ չէ։ Առաջինը էլի հայի մասին է, որ հայտնվում է Լոնդոնում, երկրորդը 300 էջ մեկ պարբերություն էր, ընդհանուր այտենց 8 վայրկյանի մասին։ Փորձել է այդ տարածքում փորձել, այսինքն դու գրես մի պարբերություն, որը այսպես հոսում է, գիտակցության ու մտքի հոսքեր ասես, հիմա երրորդն էլ փորձեցի մի քիչ ավելի պարզ սյուժեով գրել ու կարծում եմ այդ կոմպրոմիսը կա, որ դու կարողանում ես երբ հետաքրքիր սյուժե առաջարկել եւ խորություններ եւս տալ, որ կարող է այտենց տարբեր ընթերցողների շրջանակների հետաքրքրել։ Այդ ասացիք հիշեցի Էլիֆ Շաֆակին 11 րոպե քանի վայրկյանն այս աշխարհում եւ հետաքրքիր էր, որ այդ 11 րոպե մի քանի վայրկյան մտածող կյանքի վերջում մտածող մարդու մտքերից կարելի է գրել այսքան գիրք։ Երևի մտածելու համար ամենալավ ժամանակահատվածն է։ Մահից առաջ։
Ասում եք ժամանակ կորցնելու բան չկա, արդեն մենք թույլ ենք տալիս իրապես մտածել, որովհետև իրական կյանքում առանձնապես քիչ ենք մտածում։ Մի հատված կա, ասում է ամենա այսպես բնականը մարդիրեն դժոխքում է պահում, որովհետև ոչ մի մոտիվացիա այնտեղ չունի։ Ոնց կա, տենց քեզ դրսևորում ես։ Հույս չկա լավ պահելու դեպքում գնալ դրախտ։ Ձեր մոտ օրինակ ոնց է։ Դե մեր մեյլսին որ տանում են, ինքը այդ հույսը փայփայում, ասում է դե հիմա որ այս հետ է վերադառնում։ Ասում որ գործը բացահայտեմ հետ են տանելու, էլ ինչ բացահայտեմ, տենց մնում է։ Հիմա տեսեք, եթե իրականում էս ալեգորիան մի քիչ բերենք մեր իրականություն, այսինքն անգամ դժոխքում հայտնվելիս դու միևնույն է հույս ունես, որ ինչ-որ մի բան կարող է քեզ փրկել, ինձ լավ պահեմ, չգիտեմ, գնամ այդ գործը բացահայտեմ, ինձ պահեն դրախտում։ Համարյա այս բառերով էլ խոսում է, տեղ-տեղ։ Այսինքն որ հույսը երբեք չի մահանում։ Հա։ Դե հա, դրանից մեծ ճշմարտություն կա, բայց Գոդոյին սпасելիսի մեջ չընկնենք, էլի։ Այն որ անդադ մտածես, որ ինչ որ մի բան հեսա կփոխվի, բայց ոչինչ չի։ Բայց իրանք ինչի մասին մտածում են, մի լրիվ ուրիշ զարգացում ստանում են, դա անհասկանալի ուղեգծով էր գնում։ Իրականում ինքը ինձ վախեցնում էր այնքանը, որ մարդը անկախ նրանից ինչի մասին է մտածում եւ ինչի է սպասում, որովհետեւ մեծ յուրաքանչյուրը սպասում է շատ տարբեր իրականության։ Սկսած մեր ապրած երևի անցյալից, ուզենք չուզենք այդ անցյալը ինչ որ առումով ազդեցություն ունի մեր իրականության վրա, որքան էլ որ ասում են անցյալով մի ապրեք, բայց այդ անցյալը ձևավորել է մեզ ինչ որ առումով։ Եվ եթե մենք անգամ ուզում ենք այսօր փոխվենք, այդ անցյալի արված սխալների հաշվին ենք ուզում փոխվենք, կամ եթե չենք ուզում փոխվել, ուրեմն կարողացել ենք բախտներս բերել լինել անցյալում բավական հետաքրքիր։ Բայց իրականում անկախ ամեն ինչից, երբ դու որոշում ես, որ հույսդ չպիտի մեռնի եւ ինչ որ բանի է սպասում, այդ ինձ համար օրինակ վախեցնող իրականություն էր ուսանող տարիներին, եւ ես հասկացա, որ չի կարելի ինչ որ բանի սպասել, պետք է ուղղակի միշտ ինչ որ բան անել։ Որովհետեւ սպասումի դեպքում դե ինչ ասեմ, չգիտեմ։ Ես էլ հենց դες մտածում եմ, փորձում եմ գրել։ Հա? Նկատի ունենամ, անցնեմ գրականություն գրելուն։ Դե ձեզ շնորհավորում ենք, հաջորդիվ ինչ է լինելու։ Դուք տանանդեսի մասին նշեցիք, Զանգագրատան Աբովյան փողոցի ամսի 15-ին ասեցի, բայց հասցեն դու կարող եք տալ։ Ես ասացի մարտի 15-ին ժամ 16-ին, ճիշտ եմ ասել։ Իրավունք չունեի ասել, որ ունեք ենել ոնց, եւս մեկ անգամ հասցնել հետը։ Ակալություն այս գողաց չնչի, բայց հա դե որ չիմանա ոնց կգան։ Բոլորին հրավիրում եմ սիրով։ Նվիրելու եք գրքեր, թե միայն վաճառք։ Այո, ես իրականում չեմ ստացել, թե չէ անպայման կբերեի դեռ տպարանում է, էլի ամսի 15-ին ես էլ մի 250 էջ։ Մի այդքան, հա։ Լավ։ Կախված արդեն էջադրումից էլ, եթե էլ տենց չեմ տեսել, որ ասեմ։ Կազմը կարևոր կազմը։ Դե հարց տվեցիք, որ իմանաք դիրք ունեի, թե չեմ բերել, էլի։ Հա։ Դες կներենք ուրեմն լավ, մի քիչ որ չեք բերել։ Իրականում գրքասեր հասարակությանը, հատկապես երիտասարդ հասարակությանը, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գրականությամբ, եւ ոչ միայն, հա, այն համաշխարհային բեսելերներին, որոնք որպես կանոն կարող են դառնալ նորաձև եւ մենք վազենք նորաձևությունից ելնելով կարդալու, այլ ինչու՞ չէ, փորձենք նաեւ ճանաչել մեր ժամանակակիցներին եւ ունենալ հնարավորություն գոնե համեմատության եզրեր անցկացնելու, եթե ուզում ենք անգամ որակավորել, գոնե պիտի ճանաչենք, որ կարողանանք որակավորել, իրականում հիմա Գևորգի նոր հետաքրքիր ալեգորիկ գրականությամբ տալիս է հնարավորություն մի քիչ էլ բացահայտելու մեր տաղանդավորներին։ Գնացեք եւ բացահայտեք։ Լավ, հուսամ, որ առիթ ունենանք ներկա լինելու գիրք կստանանք նվեր։ Միանշանակ։ Հա։ Ոստան։ Այդ հույսով գանք։ Սիրով կսպասեմ։ Հաջորդի սևագրություններ կան։ Չէ։ Ինչու՞։ Դե գրելուց հետո մի տարի ժամանակ պետքա ոնց որ ունենաս նորը մտահղացնելու համար, կհավաքես այդ նյութը, հետո փորձես թղթին տալ էլի։ Սիրո մասին անդրադարձ, չէ՞։ Չէ։ Իսկ ինչու՞ տենց սիրո հանդեպ տենց այդ դեմքի արտահայտությամբ։ Սիրո մասին տեսա գրականության մեջ այդքան էլ հաջող չի լինում գրել։ Փորձել եք։ Չէ, ամենայն դեպս ինչ կարդացել եմ, այդքան դուրս չի եկել սիրո մասին, հա։ Օրինակ։ Ում չսիրեցիք տենցել։ Չէ, դե գրողներին սիրում եմ, բայց երբ որ օրինակ այդ սիրո մասին է ներկայացնում, ամենայն դեպս այդքան հետաքրքիր չի, ինչքան դրա բացակայության մասին են գրում էլի։ Սիրո բացակայության։ Օրինակ Շեքսպիրը շատ եմ սիրում, դե հա հիմա Ռոմեո Ջուլիետը կհիշեք կամ դե բայց սիրո մասին չի կհիշեք։ Հա, այն մասն է հետաքրքիր, որտեղ այդ չգիտեմ, արդեն խնդիրներն են իհայտ գալիս էլի, դա էլ արդեն դե չեղավ սիրո մասին։ Իրականում բացարձակ սիրո մասին չէ եւ բազմիցս այդ մասին փաստում են, որ դա ընդհանրապես ատելության հետևանքի մասին է։
Այդ սերը ընդամենը, չգիտեմ, այդ խավության նոխազներ, որ ատելության զոհը դարձավ։ Իրականում սիրո մասին ինձ թվում է այլ գրականություն կա, բայց լավ հուսանք այնքան կգերակշռի սերը ձեր իրականության մեջ, որ առդ կունենաք գրելու։ Դե ինչ ունես դրա մասին չես գրում։ Հա։ Չէ, արժե գրել։ Դե իմ պարագայում այդպես։ Սիրո մասին արժե գրել։ Դե իմը որ մեկը ատելության մասին գրում է, ինչ նշանակում ինքը սաղին ատում է այդ պահին, չէ։ Չէ, ասում ինչ ունես դրա մասին չես գրում։ Դե նա ատող մարդը ուզում է տենց փախնի, ոնց որ Սարյանից էի խոսում, պատերազմից հետո գունավոր նկարներ էր անում վառ։ Այո։ Հետաքրքիր է, իհարկե ցավոք մեր ժամանակը այդքան երկար չէ, որ մենք կարողանանք լուրջ, ասում եմ, զրույցի, հա, մեջ մտնել այն մարդկանց հետ, ովքեր ստեղծագործում են, ցավոք, որովհետև հետաքրքիր է թեման, միշտ ունենալ ճանաչել են մարդկանց, ովքեր գրականության մեջ են, պրպտում են ու հետո ձևավորում են իրենց աշխարհը գրականության մեջ։ Ինձ միշտ հայ երիտասարդները հետաքրքրել են, որովհետև կար ժամանակ, երբ ես բացառապես որևէ մեկի չէի ճանաչում, գուցե իրենք չկային, չգիտեմ, բայց ես չէի ճանաչում եւ հետո ուսանող տարիներին հասկացա, որ մենք փաստորեն ունենք ժամանակակից գրողներ, ովքեր անդրադառնում են շատ թեմաների ու արի ուտես, որ կարող են հակինել հետաքրքիր, այո, բառախաղ ունենալ։ Ես ու հատկապես կանանց շրջանում եմ այդ բացահայտում ունեցել, որ միշտ կասկածի տակ են դնում, հա, կին գրողներին, բայց կանանց շրջանում բացահայտել եմ աղջիկների, ովքեր այնքան հետաքրքիր բառախաղ ունեն եւ այնքան վարպետորեն են դա անում, որ թվում է թե հայերեն լեզուն իրենց համար sense քիչ է, էլի արդեն, որ ավել բան է պետք, որ իրեն կարողանան այդ բառախաղի մեջ մտնեն։ Դա ոչ է, հիմա իրականում ձեր դեպքում չգիտեմ ինչ ոչ է, անկախ նրանից ինչ ես ներկայացնում, իհարկե այդ բարերի հետ վարվելու ոչ էլ գոյություն ունի։ Մեր դա կատարելության հասցրեց Ջոյսը, որից հետո արդեն գրականություն էր մտել։ Իմ նախընտրած ոճը չէ, բայց կան որ հաջող են անում դա գրողները։ Դե բարդ է ընկալելը։ Ուլիսի դեպքում ես պիտի ասեմ, որ դա գրականություն էր, որ ինձ հեշտ չէր տրվում։ Ասում են ավելի շատ գրականությունը գրողների համար, քան ընթերցողի։ Ես մի անգամ շատ լավ խորհուրդ ստացա իմ դասախոսներից մեկից, ինձ ասաց, եթե չես կարողանում ոչ մի կերպ, հա, գնալ առաջ ու հասկանալ, վերջի 40 գլուխը։ Այո, այդտեղից սկսի կարդալ, որ հասկանաս ինչի մասին է, որովհետև Ուլիսը ինձ համար բարդ գրականություն է։ Հա, տանջվելով եմ կարդացել, այո։ Հա, դե տանջվելու գրականություն է։ Բայց իրականում այս համեմատության մեջ որ դնում ենք օրինակ Բրոդսկու լեզվամտածողությունը, որ էլի դժվարամարս է եւ իրեն սովորաբար ես անգամ որպես բանաստեղծի չեմ ընկալում, որովհետեւ ինքը մի քիչ ուրիշ բանի մասին է խոսում ու ուղղակի որպես այն բանաստեղծություն գրողների, որ կարելի է ճանաչել, այ չնայած որ ինքն էլ հենց դրա համար է, չէ՞, ոնց որ թե ստացել Նոբելյան մրցանակ հենց բառամտածողության, որը մի քիչ տարանջատում է երևի գրողին, այս կամ այն գրողից։ Բայց դե ես չգիտեմ, այսօր երիտասարդությունը որքանով է ակտիվ այդ գրականության մեջ, իրենք դասականներ կարդում են սովորաբար։ Գրողները, երիտասարդները կարծում եմ թե կարդալու դասականների են կարդում, որովհետև սկզբում պարտադիրների ցանկն է գալիս են կարդում։ Կարող ես քիչ եմ հետները առնչվում, մտածում եմ թե ես ոնց կանեի։ Սկզբում դասականների գրում եք իրենք սովորաբար երիտասարդների մոտ մեկ-մեկ տեսնում եմ այդ շատ էժան, եթե կարելի ասել, սիրո մասին գրված բեսելերներ, որոնք ոչ մի բանի մասին են, այ իսկական են սիրո մասին, էլի, ոչ թե սիրո մասին է, այդպես։ Սիրո մասին է ու դու հասկանում ես, որ երիտասարդ սերունդը ոգևորվում է, որովհետև բեսելեր է, շատ վաճառք է ունեցել ու ստարտը սկսվում է տեսակ գրականությամբ։ Եվ ես շատ հաճախ չեմ մեղադրում, եթե հանկարծ իրենց մոտ հետաքրքրությունը դադարում է գրականության հանդեպ, որովհետև ենթագիտակցական մակարդակով իրենք այնքան սնունդ չեն ստանում այդ գրքից եւ չեն ստանում, այսինքն մտածելու տեղիք չի տալիս։ Այնտեղ բոլոր հարցի պատասխանները կան, լուծումները կան, այդ ընդհանրապես ինչ որ սիրո մակերեսային պատմություն է, որ հետո ինքը հասկանում է, որ ուրիշ բան բացահայտելու կարիք չկա։ Մի ընկեր ունեմ լավատես է այս մասով, ասում է գիրքը գրքին մոտեցնում է, անգամ եթե ձեր նշած գրականությունն են կարդում, համենայն դեպս ավելի են մոտենում գրքին, քան եթե ոչինչ չկարդային։ Իրականում գիրքը գրքով մոտեցնելը շատ լավ ձևակերպում է, որովհետև շատ հետաքրքիր անհատների, որոնք անգամ օրինակ ուսանող տարիներին էլ չենք ճանաչել կամ մեզ այդ մասին չեն հուշել, շատ գրականության մեջ ես բացահայտել եմ հետաքրքիր գրողների մեջբերման մեջ։
ու դու գնացել ես այդ հետքերով, հետո հասկացել ես, որ փաստորեն այս տեսակ հեղինակներ էլ կան։ Եվ ոչ միայն ուղղակի գրական ժանրում, դրանք փիլիսոփայության եւ հոգեբանության մեջ են ավելի իմիջայլոց արկա, որովհետեւ երբ մի քիչ խորանում ես հոգեբանական գրականության մեջ, հասկանում ես, որ այնտեղ անուններ շատ կան, որ անդադ մեջ բերվում է, եւ եթե գնում ես դրա հետքերով, դե չգիտեմ, քեսից արդեն ուրեմն մասնագիտական ուղղությունը տել է փոխվում։ Բայց հուսամ, որ դա իսկապես կլինի պատճառ մոտեցնելու, որովհետեւ շատ հաճախ երբ ես գոնե թե ինչ շրջապատող շատ երիտասարդների տեսնում եմ, թե իրենք ինչ գրականությամբ են իրենց սնում, ու հետո մոտավորապես այդ բեսթսելեր կարդալու մակարդակի էլ մնում է, այսինքն աճ չի գրանցվում բացահայտելու գրականության աշխարհը, ես շատ հաճախ իրենց ասում եմ այդ նրանից է, որ դուք իրականում մտածելու գիրք չեք ստանում, այդ ձեզ չի բերում ինչ որ բանի մտածելուն, օրինակ ինքները ձեզ տեսնելուն դրա մեջ, կամ ես ինչի այսպիսի ավարտ ունեցա, որպեսզի հետո մեկ ուրիշ գրականության փորձեք պատասխաններ գտնել։ Դուք ընդհանրապես կարդում եք որպես սերիալի մի սերիա։ Այսինքն զարգացման process է, ինչ որ մի կետից պետք է սկսես, հետո զարգացումները ցանկալի է, եթե չասեմ պարտադիր։ Դա աստված որ լինի այնպես ինչպես դուք ձևակերպում եք, բայց երբ հիմքդ լավն է լինում, միայն մեզանապաստ ուղղությունն էլ է, հա։ Գործին։ Գրքի վաճառքի, չէ՞, ինչպես ասում են։ Շնորհակալություն, ձեզ շնորհավորում ենք, հուսանք, որ շատ երիտասարդներ ներկա կլինեն, ինձ համար կարևոր է, որ հատկապես երիտասարդները ներկա լինեն շնորհանդեսին։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ է, մենք դեռ իհարկե ունենք համեղ խոհանոց եւ ոչ միայն դեռ էլի հետաքրքիր տեսանյութ ունենք ազգային դիմագից մեր խորագրից։ Ես ձեզ առաջարկում եմ չհեռանալ, որովհետեւ փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր առավոտը բոլոր առումներով հագեցնի ձեր միտքը, ժամանցը եւ ինչու՞ չէ մտածելու հնարավորությունը։